Տղա երեխաների խնդիրը գիշերամիջության հետ կապված ամեն դեպքում ավելի շատ տարածվածություն ունի, քան աղջիկների մոտ, եւ տղա երեխաների մոտ գիշերամիջության խնդիրներն ավելի լուրջ հետևանքներ են թողնում եւ կյանքի որակի վրա եւ հետագա առողջության վրա, համեմատական եթե մենք անցկացնենք աղջիկների հետ։ Ամենևին ես խոսքը չի վերաբերում նրան, որ բերեք չբուժենք գիշերամիջության խնդիր ունեցող աղջիկներին, այլ բուժենք միայն տղաներին։ Ոչ, խնդիրը վերաբերում է բոլորին եւ ի սկզբանե վիդեոյի սկզբից ուզում եմ տեղեկացնել, որ ես չեմ զբաղվում այս խնդրով։ Դա չի մտնում մեր մասնագիտության մեջ։ Ընդհանրապես կապ չունի սեքսոլոգիայի հետ։ Ես ուզում եմ խոսել երևույթի մասին եւ ճիշտ ուղղություն ցույց տալ, թե ինչ պետք է այս պարագայում անենք, բայց չդիմել ինձ այս հարցով։ Ես չեմ զբաղվում նմանատիպ խնդիրներով։ Նմանատիպ հարցը կարող է շատ ուշոտ, մի քիչ ուշոտ իմ հետ կապ ունենա, հես ասեմ ինչի համար։ Գիշերամիջության խնդիրը կարող է տարբեր պատճառներով պայմանավորված լինել։ Նախ, որպեսզի երեխան չանի չմիզի տակը գիշեր, ինչ է պետք, որպեսզի ռեֆլեքսը ճիշտ ձևավորվի։ Մեր ուղեղում ամեն ինչը ունի իր կենտրոնը։ Այդ թվում նաև միզասեռական համակարգը ունի իր կենտրոնը։ Այդ կենտրոնը պետք է զարգացվածության որոշակի աստիճան ապրի, ուղեղում է այդ կենտրոնը գտնվում, եւ որպեսզի երեխան հասկանա, որ եթե ինքը գիշերը ունի միզելու խնդիր, ինքը կամ պետք է արթնանա գնա տուալետ միզի, կամ պետք է կարողանա պահի, բայց այդ ռեֆլեքսը պետք է աշխատի, ուղեղը ճիշտ է, մենք ասենք քնացեք, քնացենք, բայց ուղեղը այդքան բանը հասկանում է։ Հիմա որոշ իրավիճակներում այդ կենտրոնը չի զարգանում, մինչև վերջ չի զարգանում եւ մնում է թեր զարգացած վիճակում, ինչի պատճառով մեր ուղեղը տվյալ փաստորեն խնդրի դեպքում տվյալ անձնավորության մոտ ուղեղը չի ընկալում, չի հասկանում, որ պետք է կառավարի այդ process-ը եւ անընդհատ լինում է ակամա գիշերամիջություն։ Մյուս խնդիրները հիմնականում պայմանավորված են արդեն ողնաշարի եւ երիկամի հետ կապված խնդիրներով, որտեղ մենք ունենում ենք նաեւ այդ իմպուլսը, որ պետքա տեղափոխվի ուղեղից պետքա գա ողնաշարով դեպի միզասեռական համակարգ, այս ողնաշարում եղած խնդիրները նույնպես կարող են նպաստել այս խնդրի առաջացմանը եւ չմոռանանք երեխաների հարցը։ Ինչ եմ ես ձեզ խորհուրդ տալիս, որպեսզի դուք դիմեք, քան որ ձեր երեխան 17 տարեկան է, դիմեք ձեր պոլիկլինիկա առաջնահերթ, ոչ թե զբաղվոր պոլիկլինիկայի բժիշկները զբաղվեն այդ հարցով, այլ ձեզ տան ուղեգիր համապատասխան կենտրոն։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս դիմել կամ Արաբկի բժշկական կենտրոն, կամ Վիգմոր, կամ այլ մանկական գեներալիզացված հենց մանկական խնդիրներով, որ զբաղվում են, անցնեք ուրոլոգի, նյարդաբանի, թերապևտի կաբինետներով, կոնսուլտացիաներով, անպայման զբաղվեք այս հարցով, սա երեխայի վրա կարող է շատ լուրջ հետևանքներ թողել։ Ես այս հարցով կզբաղվեմ ուշ, երբ որ հասուն տարիքում մենք գործ ունեցանք վաղաժամ սերնաժայթման հետ, այդ ժամանակ նոր կարող եք այդ հարցով ինձ դիմել, իսկ հիմա մանկական որևէ կլինիկա։